Բարև ձեզ, կուկու, իմ սիրելի աղջիկներ, իմ սիրելի տղաներ, ձեր Անահիտն այսօր դուրս է գալիս, ունի բավականին գործեր, այսօրվա իմ լուկը սա է, այս պիջակը բաճկոնը վաղուց մոռացել էի հագնել, մեր մոտ մեկ արև է դուրս գալի, մեկ անձրև է, բայց ամենակարևորը, որ շատ անձրև չկա և քամի չկա, այսօրվա իմ լուկը սա է, փոխեցի պայուսակս, որտեղ արդեն դուրս ցրտում է եւ այս դուդվին այս կոշիկների հետ լավ է համապատասխանում, չնայած ասեմ ձեզ պայուսակը ես չեմ համապատասխանացնում կոշիկների հետ։ Գնում ենք մեր Սյուզիի մոտ, պետք է մանիկյուր անեմ, արդեն 3 շաբաթ անցել է, բայց դուք չնայած այս բլոգը դիտում եք, ես չգիտեմ, արդեն լրիվ կորցրել եմ երեխեք ջան, թե որը երբ է դուրս գալիս։ Դե լավ, շատ չխոսամ, ուշանում ենք։ Ժողովուրդ ջան, արդեն հասել էի համարյա մի 18 կիլոմետր, նայեմ տեսնեմ ոչ մի վերարկու չեմ վերցրել, ոչ մի վերարկու, ոչ կուրտկա, ոչ մի բան, հուսով եմ, որ անձրևանոցը կլինի մեքենայի մեջ, որովհետև այ այսպես բարակ գնում եմ մի տեղ, որտեղ եղանակը 10 աստիճան է, 10 աստիճան, հուսով եմ, որ շատ ցուրտ չի լինի եւ ամենակարևորը մեքենան կգտնեմ այդ Սյուզիի հենց բանի հետ ինչա սալոնի մոտ մեքենան կանգնացնեմ մոտիկ տեղ, եթե իհարկե տեղ լինի, ասեմ ձեզ, որ ամենավատ ժամին եմ գնում 1:30, բոլորը պերերիվի են։ Ժողովուրդ ջան, ձեզ ասեմ, որ այսօր մեր մոտ հոկտեմբերի կանցնա, այսօր մեր մոտ հոկտեմբերի 24-ն է եւ այս բլոգը, որ դուրս կգա, ինձ թվում է, երևի նոյեմբերի կեսերին դուրս կգա, ես աղավոր հետ եմ ընգած, որովհետև երբ որ ես դադարացրել էի, ասենք հետաքրքիր առիթներ էր լինում, նկարում էի, ասում էի թող մնա, ասենք կարճ, որպեսզի ժողովուրդը բացակայի իմ առօրյայից, որ ես բացակայել էի։ Ժողովուրդ ջան, ինձ շատ են մեսաժ ուղարկում եւ շատ շնորհակալ եմ դրա համար իմ սիրելի լավ հետևորդներ, իմ հավատարիմ մարդիկ։ Անահիտ ջան, մոռանում ես ասես լայքերը դրեք։ Գիտեք երեխեք, ես միշտ այնքան կոմպլեքսավորված եմ եղել, որ մարդկանց ստիպեմ։ Սիրում են կամ չեն սիրում։ Ես ոնց կարող եմ անընդհատ ասել, չմոռանաք լայքերը, չմոռանաք։ Ես չեմ բացել կոմերցիալ բնույթի համար, բացել եմ ուղղակի իմ ժողովրդի հետ շփվեմ եւ տամ ձեզ դրական էներգիա եւ ստանամ ձեզանից այդ էներգիան։ Գիտեք, երբ որ դուք գեղեցիկ բառեր եք գրում, դրա նման, ինչ ասեմ, ադրենալին չկա մարդու համար։ Դուք պատկերացնում եք, դուք կոմպլիմենտներ եք ուղարկում եք կոմպլիմենտ մի կնոջ, որ դուք անձամբ չեք տեսել, ես ձեզ չեմ տեսել, եւ այդ շարժը մեր մոտ կա եւ այնքան հաճելի է։ Ես շատ եմ սիրում ձեզ, որովհետեւ դուք էլ ինձ եք սիրում եւ սիրում եք իմ կոնտենտները, իհարկե ոչ բոլորը։ Անահիտ ջան, սիրում են քեզ մեքենայում, սիրում են քեզ ամեն օր, սիրում են քեզ առօրյայում, մոտիվացիա եւ այլ, եւ իրոք գիտեք երեխեք, ես նայում եմ իմ բլոգները, ոչ մի բլոգ, ոչ մի բլոգին նման չի։ Մեկ խոհանոցում, մեկ մոտիվացիա, մեկ մեքենայի մեջ ես վերջերս շատ եմ լինում, մայրիկի հետ եւ ինչ ասեմ, իմ աշխատանքի հետ կապված, իմ տղան, որ հարսիկիս հետ գալիս են, իրանց եմ նկարում շատ քիչ, բայց նկարում եմ, ամուսնուս ռուսերենը, մեր այգին, իմ առօրյան, խանութ եւ գնումներ։ Սիրելիներս եկանք արդեն եկա սալոն, ինչպես տեսնում եք, մեր սիրուն աղջիկը, Սյուզին, մեր չեմպիոնկա, հենա գավաթը, արժեր գավաթը, Սյուզի ջան, ապրես աղջիկս։ Կհավատակ ժողովուրդ, ես ցանկալի է որ ռեկլամ անեմ, սա ռեկլամ չի, որովհետև մենք մեր քաղաքում այնք ապրում, ունի բավականին շատ ֆրանսիացի հաճախորդներ եւ ես նոր եկա մի հատ կին էր եկել շատ գեղեցիկ էր, ասենք որ այդ կնոջ մանիկյուրը իր գույները շատ հորգերուցած։ Հիմա ես եկել եմ իմ աղջիկին եղունգները շարքի, որտեղ որովհետև արդեն մի հատը ես Սյուզի ես էի հանել։ Ասում էլ է։ Ուրեմն երեք նստած էինք քրոջս Փեսայիս հետ, հա ձերս սկսեց ինչ-որ մի թեմա էինք խոսում, որ ներվայնացած էինք։ Բայց լավ է, 3 շաբաթ 29-ից այսօր ամսի
24-ն է։ Համարը մի ամիս։ Սյուզին ասում է, ես գիտեմ թե նոր եկել ես եղուներ, ասի բալա ջան, 3 շաբաթից ավել է արդեն։ Ուրեմն քանի որ վլոգը դուրս է եկել 3, իրան թվում էր թե 3 եկել նոր է։ Այդպես բաներ երեխեք ջան, այնքան հաճելի է որ գալիս ես միտեղ, որտեղ հայ աղջիկ է աշխատում։ Ոնց որ փոքրիկ Հայաստանը լինի Սյուզի ջան։ Սյուզի մաման մեր հետևորդն է, չէ՞, մեր թիմի անդամը։ Մաման Ռուզաննան երեխեք ջան։ Պրիվետ Ռուզան ջան։ Ինքը նայ մաքու հետ խոսում է, կան էկրանը ցեն կողմ հլը ասում է, ինա դու բոյես ուղղակի։ Այնքան լավ կին է, դες ասեցի, չէ՞ որ պատահական տեսա բանը Գրանֆրեյում փաթաթվել էր, նենց պինդեր փաթաթվում է։ Մեր Սյուզին, մեր երիտասարդ Սյուզին ունի 4 տղա, ժողովուրդ ջան, 4 տղա, մի հատ փուճուր ունի, մենակ տեսնեք կապուտ աչքերով, ինքան լավն է, քան ինչքան է Սյուզի։ Տարի կես կլինի հեսա։ Էլ չես գնում Երևան կոնկուրսներին։ Առայժմ ոչ, մի հատ ունենք ֆինալ, որը որ Իտալիայում պիտի լինի, նոյեմբերի 9-ին, պիտի փորձեմ հասնել այդտեղ ֆինալին գնամ։ Վա, որ քաղաքում է լինելու։ Նեապոլ ոնց է։ Տեսնում եք ժողովուրդ ջան, հպարտանում եմ ես, ուռա։ Մեր հայ երեխեքը ցանկանում են որ բոլոր մեր հայ, ինչ ասեմ, ժողովուրդ ովքեր որ արհեստավոր են, ովքեր արվեստի մարդիկ են, իրանց կարիերան յուրաքանչյուր երկրում դա լինի Ամերիկա, Ֆրանսիա, Լոնդոն, Հոլանդիա եւ այլն, ձեր կարիերայի բարձրացում, դուք ամեն ինչին ոբշեմ հասնեք ձեր նպատակին, որովհետեւ ասեմ ձեզ սիրելիներս, այնքան դժվար է որ օտար երկրացի ես եւ ապրում ես օտար երկրում եւ պետք է դու ստեղծես, շատ դժվար է։ Սյուզի հենց բախտը բերել է, ինքս վերջինս 10 քան տարի է ստեղծել Սյուզի։ Ֆրանսիայում ես Ֆրանսիայում Առաջին հայը, որ մտել է այս կողմերը, ես եմ եղել երեխեք ջան, մեկի մի հատ տղա կար, վիշ, որ ինքը ամուսնացել է, այնքան դժվար է, որ անգամ չգիտեին, թե Հայաստանը որտեղ է գտնվում, 93-92 թվականին։ Հետո արդեն կամաց դու, հա, մանավանդ որ փոքրիկ վիլաժներում այդ պաշտպանողական, այդ ռասիստական մոմենտը իրանց թվում է, թե դու, հետո որ իմանում են մենք քրիստոնյա ենք, իմանում են հայ, ասում են ա Շարլանզնաու, լավ է, ապրի Շարլը, որ մենք գոնե կարողացանք գեղեցիկ անուն հանել, նույնն էլ Ամերիկայում են։ Կարի տարի արդեն աշխատում ես Սյուզի։ 5 տարի է։ Այս սալոնը 5 տարի է։ Այս սալոնը 3 տարի է, մինչև այդ ուրիշ փոքր ունեի, հետո քիչ-քիչ մեծացրեցի։ Մալացից։ Շատ սիրուն աշխատանք անում եւ ամենակարևորը Անահիտի համար, քանի որ բոլորը ճանաչում եք արդեն շատ արագ։ Ես Երևանում գնացի, ինչքան տևեց, ժամ ու 2 ժամ, որ հաջորդ օրը դուրս եկա վրայից։ Ես չեմ բանանում այդ քննադատում, բայց կան խոդիներ, իսկ թվա խոդիից է։ Հնարավոր է, որակից լինի, հնարավոր է լավ մշակված չլինեն, տարբեր աճառներ կան, կամ որ շատ են, որ չի կարելի այդքան խարտել բարակացնել, բնական եղունգը, որը շատ ենք հիմա հանդիպում։ Շատ կան, ահա որ երեխեք, ես դաժե մի հատ ընկերին ունեմ, համերը եղունգ չէր մնացել։ Այնպես որ սիրելիներս, նրանք ովքեր ապրում են մեր մայրաքաղաքի կողքերը, եկեք, ես մի քանի ֆրանսիացի ընկերիներն եմ տվել, քարտը, վիզիտ կար։ Այդ պետք է անպայման նախորդ մոտ 3 շաբաթ առաջ, որպեսզի կարողանամ տեղ գտնել։ Իհարկե, այո, 3 շաբաթ առաջ, որովհետև այսօր չմտածեք, կան մարդիկ, ովքեր մտածում են կոմերսանտ ես, բան ես անում, քեզ ես ռեկլամ անում։ Նոր մի հատ կին ռանդևու էր վերցնում, ամրագրում էր դեկտեմբերին արդեն, դեկտեմբերին արդեն պիտի արվի։ Հիմա ես, քանի որ ես պրիվիլեգիա ունեմ, որովհետև դե բնականաբար մեր թիմի անդամներ։ Երեք ասեցի գրեմ նավսյակի, գիտես ինչի, որովհետև ես վաղն աշխատում եմ։ Ես ոչ ունենայր հաստատ կտեղավոր։ Գիտեմ, ես չէի կասկածում Սյուզի ջան, կգայի տունը։ Ուրեմն ես Սյուզին մի շաբաթվա համար իմ համար հեշտ չէ, անդադ մտածեցի մաման տանում բժշկի, ես կողմենքով ասեցի հետո այդ վախում էի բանը, որ շատ էի պլոտի անել, ասեցի կարող ջարդվի, դրա համար ասի ափսոս ա, այսօր ամեն գործեր ունեի, մի քանի հատ ճանապարհ ունեի,
Տեսել եք մեր նոր շուկան բացվել է սոցիալ շուկան։ Հա, կարելի է նայեք։ Լուրջ ես ասում։ Նոր այսօր է բացումը։ Փակ շուկա ամբողջ միշտ լինելու է։ Բայց գիտես որ մի ժամանակ կար ստեղ փակ շուկա, հետո փակեցին այդ մեր երրորդ մասի շուկան, մեր մանկությունն էր, մեր ինչ ասեմ, որոշը լավ երևի դա չխոսանք, որովհետև իջև սիրում է, որ ամեն մեկի կոնտենտը իրեն է, բայց այն օրը մի հատ աղջիկ մի բան խոսա ժողովուրդ արդից օգտվում ասել, որ նրանք ովքեր բլոգեր են եւ կնայեն, ընդհանրապես երբ որ գալիս է խոսքը պոլիտիկայից, հոգեբանությունից եւ այլն մասնագիտական շատ ինչ ասեմ, բարդ աշխարհ 2 կոպեկի համար ամբողջ մի խոսացիք, որովհետև պոլիտիկան դա քաղաքականություն դա միան շատ ինչ ասեմ, sense փակ աշխարհ է, որ պիտի հասկանաք, ճանաչեք, դնում եք ու սկսում են, մեկը կամ էլ չէ հոգեբանությունից են խոսում, ես ինչ հիվանդություններ, ես այսօրվա բլոգը, այսօր ամսի 24-ը այսա բլոգա դուրս գալու, ինձ շատ մայրեր հարց էին, թե իմ իսկական մասնագիտության հետ կապված, տեսել եք արդեն, որ այս բլոգը դուրս գա, մի ամիս հետո դուրս գալու, տեսել եք, որ ես պատասխանում եմ, որտեղ դա իմ պրոֆիլն է, իմ մասնագիտությունն է, մի բան, որ ես գիտեմ, որ դրանից կարող է պատահի ինչ-որ մարդ ուժվի, ռիսկ չեմ անի խոսամ, անգամ մարդիկ կան մեկ հարցում են, Անահիտ, ինչ դեղ է սկսում ոտքիդ կամ թեկուզ ինքը բիոլոգիստի օրգանիկ երևույթ է, ես վախենում եմ ասել, որ ամեն մարդ ունի տարբեր պրոբլեմներ, ալերգիկ եւ այլն։ Իհարկե, մի դրեք, ամեն թե չէ կան որ դնում են, այս ինչ որ ըստ օրենքի համաձայն դուք կարող եք կանչել բոլորին, այդ մարդիկ իրաց տունն ու տեղը ծախում են, հելնում գալիս այստեղ բրոդի ընտանիքի միացում են, ես ամբողջ որպեսզի շատ աուդիտորիա հավաքի, չի կարելի։ Մի մարդկանց այդ մեղքի տակ մի մնացեք, ասեք այն, ինչը ձեր պրոֆիլն է։ Հիմա ոնց որ ես խոսամ մանիկյուրից, ոնց է անում, որ խարտոցից հետո որն է խարտում։ Միջորից հիմա ամեն ինչն են անում, այնքան որ տրանսպորտը հավաքվի, չես էլ իմանում արդեն որն է ճիշտ, որն է սուտը։ Այ ապրեսը, դրա համար էլ ձերը շատ չեն նայում, էլի 3000-ից ոչ ավելի։ Ճիշտն է ձերը դրա համար։ Իմը ճիշտն է, որովհետև ես ոչ փողի հետևից եմ ընկնում, ոչ, սա կոմերցիալ չի, ուղղակի էլի եմ ասում, Սյուզի ջան, ես բացեցի, որ շփվեմ իմ հայ ժողովրդի եւ ինչ որտեղ կարող եմ օգնել ապարատուրայից ու հակազվեցը մարդիկ շատերը գրում են Աննայի ջան, ամեն անգամ մի բան եմ սովորում։ Շատ սիրվեցիք, շատ ձեր սովորը։ Սիրելիներս դուրս եկա, մեր Սյուզին ինձ անհարմար վիճակի մեջ գցեց, մի հատ նայեք էլ երեխեք գույնը ինչ լավն է, ուղղակի հրաշք։ Այնց գույն ուզեցի, որ լինի շատ նուրբ եւ մի քիչ ոնց որ դեղցի եւ ռոզվի խառնուրդ, ընտիր հրաշք։ Ուրեմն փող չվերցրեց երեխեք, ասեց սա իմ կողմից քեզ նվեր։ Դե ոչինչ։ Ես էլ իրան նվեր կբերեմ մյուս անգամ։ Ժողովուրդ ջան դուրս եկա, նոր ավարտեցի, մեր մոտ ժամը արդեն 5-ն է, եթե ոչ ավել, չեմ կարող տեսնել։ Հիմա գնում եմ տուն արդեն, ամբողջ ավարտեցի, ճիշտ ասած սկզբից ուրիշ խանութ մտա, մտածելով այդ արհեստական ծաղիկներ էի ման գալիս, հեսա գնել եմ տարբեր տիպի, սա ամենակարևորն էր, որովհետև մեր մոտ նոյեմբերի 1-ին, ինչպես բոլորիդ ասել եմ արդեն, գնում են գերեզմաններ, չգիտեմ ոնց են ասում, մեռելուց ասում են տուսեն նշանակում է բոլոր սրբերի տոն, էլի ոնց որ, եւ այդ օրը մենք պարտադիր գնում ենք գերեզմաններ, դրանից առաջ եմ ես գնում, իհարկե, չնայած միշտ եմ գնում, բայց այդ օրը մեծ կրիզանտեմի ծաղիկներ ենք տանում, բնական ծաղիկներ, բացի բնականից նաև ես փոխում եմ հաճախակի արհեստական ծաղիկները սկեսրարիս գերեզմանի եւ կհավատաք ամբողջ այս քաղաքում միայն այդ խանութում կար ֆախֆույում, ոչ ժիֆի, ոչ միտեղ չկար, կային, բայց այս անհատական ծաղիկներ, որտեղ մենք արդեն այնտեղ գարշոկներ ունենք եւ այդ գարշոկների մեջ հող կա, ավազ կա, այդպես խրում ենք մեջը։ Ժողովուրդ եղունգներս այնքան սիրուն է գույնն եղել, ոնց որ գիտեք, նիզամետնի ու հենց գիտեք ոչ ռոզվի, ոչ բան է դա ինչա, ոչ դեղցի գույն, շատ սիրուն գույն է
Եվ ճիշտ ասած ուղարկեցի Կարլային, Կարլան ասեց անպայման կուղարկես, ասում վա ես էլ այդ գույն ուզում, միշտ այդ գույնն եմ ասել ռոզվի են անում։ Կար ռոզի, վարդագույն գույն է, բաց, վարդագույն, բայց մի տեսակ ամեն ինչ չի սազի։ Իսկ սա յուրաքանչյուր զգեստի գազարագույն, դե իմ կոլեկցիան մի քիչ գույները տարբեր են։ Դրա համար ես նախընտրեցի սա։ Մի հատ կզանգեմ ես գնամ իմ մի հատ իմ կալենդարը նայեմ, տեսնեմ ոնց է ինչա Սուսաննան, Սյուզեն ասում, Սյուզին պրոբլեմ չունեմ Սյուզիի հետ, ես կարող եմ մի շաբաթ առաջ զանգեմ, տեղ կգտնի իմ համար։ Մենք մեր թիմի անդամն ենք։ Մեր թիմի լավ անդամներից է իր մամա, եւ բնականաբար, քանի որ մայրիկը մեր հետ է, աղջիկը նմանապես ես պետք է պտտվեմ այստեղ, իսկ այս մեքենան անցավ կտրեցին դիմացը, բայց ես թույլ տվեցի։ Այդպիսի բաներ սիրելիներս, դե ինչ հիմա ես 130-ի վրա բացեմ, հասնեմ տուն, ունեմ էլի գործեր, հաց կուտենք ամուսնուս հետ, հետո նոր արդեն խմորեղեններից կպատրաստեմ, խմորեղենի 2 խմորները արդեն պատրաստել դրել եմ սառնարան, կգնալուն պես հանեմ, որ մի քիչ հետ գա, սարքելու եմ բանան, իմ ընկերուհիս շատ է սիրում, եւ այն կլոր այդ խմորեղենը, որ դուք արդեն տեսել եք, դա ուղակի անզուգական համեղ, վայ, մոռացել եմ, ես դրել եմ այդ խմորեղենը դրել եմ, բայց բաղադրատոմսն էի մոռացել, հենց հիմա գնամ տուն ավելացնեմ, չնայած այդ երբ է դուրս գալու դա, չէ, դա 2 օրից հետո է դուրս գալու, այս ամսի 24-ն է հոկտեմբերի։ Դուք գիտեք, որ այս բլոգը, որ դուք հիմա նայեք, արդեն իմ տղայի ծնունդն է անցել, նոյեմբերի կեսերը երևի կլինի։ Բայց ոչինչ, կարևորը, որ ձեզ առանց բլոգ չեմ թողնում եւ դուք իմ հետ եք, սիրելիներս։ Բարի լույս սիրելիներս, այսօրվա ձեր անայդիչկայելու սա է։ Ես պատրաստում եմ գնամ գործի եւ աշխատանքի եւ հագել եմ այս բոթասները, ուղղակի ուզում եմ դες ցույց տալ, որ այո, լրիվ արդեն անցել ենք այդ մոռացել ենք բացինկաներ, սապոկներ եւ այլ կոշիկ, մոկասեններ, որովհետեւ ամեն դեպքում հարմար է սա, բայց կարող եք, գիտեք, ժողովուրդ ջան, կարող եք նաեւ այս բոթասները, գիտեմ, երիտասարդները շատ են հագնում գեղեցիկ շորերի հետ բան, բայց իմ ստիլը այսօր քանի որ մի քիչ ավելի սպորտային է եւ չկա այդպես բլազերներ, պաչկոններ, որոնք ավելի կլասնի լինեն, ես հագա այս բոթասները, որովհետեւ ես այսօր երկար եմ լինելու ոտքի վրա եւ սա ինչպես բոլորդ գիտեք, իմ ծնկերի, ոտքերի համար նախատեսված բոթասները, ես երևի թե գիտեք ինչ անեմ, կոչկեմ։ Գիտեք, սա այնքանով է լավ, տեսակ սրա սևը, բայց ասա Անայի դու կոչկող ես, ավելի լավը բաց թողնենք։ Ամեն դեպքում մի քիչ ասեցի գույն տամ եւ շատ հարմար է այս մատերիալը։ Դե լավ սիրելիներս, գնացինք, ես արդեն գործի եմ, դուրս եմ գալիս, այսօր ինչպես ասեցի ձեզ, ընկերուհուս հետ պետք է հանդիպենք, իրար հետ հաց կուտենք, հետո արդեն կգնամ ես իմ աշխատանքին։ Այսօր ունեմ մեծ պրեզենտացիան կատարվելու է բավականին հեռու այստեղից։ Պրեզենտացիան հեռու է, մեզանից մոտ մի ժամ 15 րոպե, ասա ինչ է հեռու չի ձեզանից եւ ասեմ ձեզ, որ դրա համար շուտ եմ դուրս գալիս։ Դե լավ, գնացիք սիրելիներս։ Ահա եւ մեր ճանապարհները հրաշալի, անզուգական եւ հրաշալի աշուն իր գեղեցիկ գույներով, որ երիտասարդ էինք, այսինքն երիտասարդ չէ, դպրոցական նկարում էինք աշունը, ինքան ուրախ էինք, որ գույներ էինք անում, գույներ, միայն կանաչ չէր, գեղեցիկ աշունը։ Գիտեք, այնքան կցանկանայի մի ամսով չէ, մի շաբաթով թեկուս գնայի դեպի 70-ականները, տեսնեի իմ լավ ընկերներին, մեր տունը, պապայիս, իմ ջերմ ընտանիքը, դադիկիս, իմ ընկերներին, իմ բակը, իմ ինստիտուտը, մեր ուսանողական տարիները։ Արդյոք նույն ձևով կնայի նույն աչքերով։
Ուլինեի 18 տարեկան։ Dans 1 kilomètre. Au rond-point, prenez la deuxième sortie. Նոստալգիայի մեջ ընկա Ռուբենի երգերը լսելով ու հանկարծակի մի բան հիշեցի։ Այնքան հետաքրքիր է կյանքը։ Ով կմտածեր 40 տարի առաջ։ Սովորական Vitesse ընտանիք, limitée sur votre trajet. սովորական ընտանիք, ինչ ասեմ, որ ընդհանրապես արտասահմանյան երկրներում մենք ոչ մեկը չունեինք ու հայտնվում ես մի երկրում, որ մտքովդ անգամ չէր կարող անցնել։ Au rond-point, prenez la deuxième sortie sur D911 en direction de Millau. Ես հավատում եմ ճակատագրին, սիրելիներս, հավատում եմ ճակատագրին։ Գեղեցիկ է։ Ահա եւ իմ ընկերուհու տանը իր հրաշալի տեսարանը տանից։ Պատկերացնում եք ամեն առավոտյան ինքը արթնանում է եւ տեսնում է այս հրաշալի լիճը։ Սիրելիներս, մեր մոտ մի չքնաղաշուն է եւ ինչպես տեսնում եք, արդեն վերադառնում եմ տուն, մառախուղ, անձրև, բայց գիտեք, ես ամեն ինչում ես տեսնում եմ միայն լավը, տեսնում եմ միայն գեղեցիկը։ Եվ դա շատ կարևոր է։ Մարդկանց մեջ եւս միայն փնտրում եմ լավը, բարին եւ իմ կյանքը ավելի հեշտացնում։ Կուկու, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ, ինչպես եք իմ լավ ընկերներ։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Ձեր անայիտ տշկայի պայծառ դեմքն ինչի է այսպես պայծառացված, չգիտեմ, բայց այսօր արև է, մեր մոտ նոր արև դուրս եկավ, այսօր երևի կգնամ մի քիչ կքայլեմ ես։ Ժողովուրդ ջան, իմ հավաքածուի, ձմեռվա հավաքածուի ավարտը արդեն մոտեցավ։ Գիտեք, առաջ ես որ աշխատում եմ մոտ 3-4 ամիս, անգամ լինում էր 5 ամիս, հիմա արդեն բնականաբար տարիքն իր գործն անում է եւ ես ավելի քիչ եմ պրեզենտացիաներ անում, ավելի շատ իմ տունն են գալիս, բայց ուզում եմ ձեզ ասել, համարյա ինձ մնացել է մոտ 10% եւ ես ավարտում եմ իմ հավաքածուն։ Արդեն համարյա ավարտվում է արդեն։ Հեսա շուտով նոր տարի կլինի եւ այլ արձակուրդներ։ Ասեմ ձեզ, որ եւ ուրախ եմ եւ ինչ որտեղ տխուր եմ, որտեղ հոգնածնող աշխատանք է ամեն դեպքում կոմերսը, այդ լարվածություն, մարդկանց փոփոխել մարդկանց ոճը եւ իհարկե լինել միշտ բարձունքի վրա, որպեսզի նախ կնոջ իմիջը եւ նաեւ ասեմ ձեզ սիրելիներս, որ ես ներկայացնում եմ հայ կնոջ իմիջը։ Եվ դա պետք է լինի չափի սահմաններում։ Ես չեմ ասում, որ ես անդադ ամենտեղ գոռում եմ, բոլորը գիտեն, որ ես հայ եմ։ Եվ ես չեմ ուզում, որպեսզի մի փոքրիկ վրիպում լինի, որ ասեն հայ կանայք էս ինչ տիպի են։ Դրա համար ես ցանկանում եմ ցույց տալ բոլոր ֆրանսիացիներին, որ հայ կանայք բարի են, հայ կանայք էլեգանտ են, եւ հայ կանայք ամենակարևորը խարակտերնի են, բնավորություն ունեն։ Այսինքն դուք չեք կարող ոտնակոխել ոչ մի հայի գորոս, հպարտ եւ ասել մեր օղորմածիկ Չորախյանին թասիբով, որ ոչ մի լեզվով չի թարգմանվում։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, իհարկե կան, որոնք իրոք սոցցանցերում նայում ես երբեմն վատ ես զգում, բայց այդ մարդիկ էլ այդ խելքին են, չի կարելի դատել եւ ընդհանրապես աշխատեք կոմենտներ չգրեք, վատ կոմենտներ, մարդը եթե հոգեկան խանգարում ունի, դա հիվանդություն է։ Նայում եմ սեղանը, Սյուզին ինձ ասում, այ Անահիտ, մի բան հարցնեմ, էլ ինչ ես անդադ մաքրում, տները այդ մաքուր է։ Երևում է դες, բայց փոշի է, ամուսնուս խմաչ շշերը սեղանի վրա, այդպես փոքրիկ բան է։ Հիմա ես արդեն տանեմ իմ խանութը, կողքի սենյակը եւ կարող եմ ասել, որ ձմեռային հավաքածուն համարյա թե ավարտված է։ Ունեմ մի քանի նորություններ, որ պետք է գա, դա նոր տարուց առաջվա ինչ-որպես տոնային շորեր է, բայց հետո ունենք նաև անցյալ տարվա կորեկցիան 50-60%-ով էժանացել են։ Շատեր ինձ խնդրել են, որ ես գներն ասեմ, սիրելիներս, երկու բառով ուղղակի ասեմ, բոլոր այս տիպի բլազերները, բաճկոնները 130 եվրո, 129 եվրո։ Այս դուդրի կուրտկան
79 եվրո։ Տաբատները մոտավորապես տաբատները 79-ից 109 եվրո, սվիտերները 79-ից 89 եվրո, ինչ կա էլ արդեն ասեմ ձեզ, այս տիպի պլաշները 119 եվրո և վենաշապիկները 79-ից 89 եվրո, մոտավորապես արդեն դու գաղափար կազմեցիք գնել 90 եվրո, 100 եվրո, դա անում 50,000 դրամ։ Օրինակ այս սվիտերը 79 եվրո էր, այս տիպի բարակոտները։ Այս սվիտերը 109 եվրո է, որովհետև շարֆի հետ է, կամ տարբեր գներ։ Այնպես որ սիրելիներս գները ձեզ ասացի, հիմա ես անջատեմ և անցնեմ իմ գործին։ Դե ինչ ավարտեմ բլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ, հրաշալի օր և ամենակարևորը առողջություն։ Համբուրում եմ ձեզ ջերմ և ձեզ ասում պակա։